Մենք նոր հարևաններ ունենք ու ճիճ ինչ լավն է բարև ես Բարև ասա բարև Էրիկ հոպար Էլի հոպար հա էլի կգամ Էլի հոպար Մտեք Ջեկի Տեստես մի քանի օր առաջ էր լավ թե հիմա Վերջաբանը մենակ դրա պատասխանը կտա Ստիկյան, ջենի քեզ ամանվարես, նախաճաշը աշխատասենյակում մտա Գիտեմ ասվիճան Ուրեմն դուրը բացում Իմ համար հագիս նստում եմ ներս Մենք էլ ինձ տեսնելու պահին Տեղից վերաթռնում Սենց սկսում ա քշ անելով Բասում ա դեպի պատահանի կողմ Պստիկը կամ կհամակերպվի քո մազերի գույնի հետ Կամ մի պատճառ կգտնի քեզ աշխատանքից հեռացնելու համար Պստիկյանի միայն մի բան կարող է ստիպել, որ քեզ չազատի աշխատանքից Քո ջանասեր, սրտացավ և պրոֆեսիոնալ աշխատանք Դե իհարկե, միջև այդ ինֆակտոր չխփի Ինքը հաստատ կարժանան այդ հաճույքին Լավ Ես էլ ասում եմ, ես ինչի է եկել հյուրանոց, ուրեմն ցիտիկ ես կպցրել, հա? Ես այստեղ Հարգաժան դետեկտիվ Օրաքելյան Այո Ես այստեղ ինձ էի սպասում Ինձ ամենտեղ սպասեք Ամենտեղ, պարոն Պստիկյան Բարի գալուստ Բարի դրս Ես ապերը չի Հա, ապերն է Ես ապերը չի? Յոխք Ստղից ապեր, ոնց էի ուզում գործերը տաճ գնար Ոչի ջենի ջան Դու ամեն ինչ արեցի, որ այս տղեն մոդնի դառնա Բայց գիտես, ինձ ոնց էին նայում Բոլորը բերաներս ես բացնես Բայց ես նայում էին ինձ Լսի, բայց որ Պստիկյանը քեզ սենց տեսավ Գիտես քանի հատ կրակոցներ ա հնչելու Ապեր, լսի, որ Պստիկյանը հարցնի, ես ինչա վիճակը,
Չասես էլի, որ այդ իմ միտքն է եղել։ Արև ջան, շաքարը քիչ ես լցրել, քաղցր չի։ Ադե, որ գիտեք, համ չկա մեջը մի ներմուծեք էլի, արդեն 10 գթալ լցրել եմ։ Մեջը համ չկա։ Քաղցրա, Արև ջան, քաղցրա, ահա։ Այսպիսի պատմություններ իմ և հյուրանոցի աշխատողներից մասին։ Չէ, իմ չէ, հյուրանոցի աշխատողների մասին։ Տեսեք, ձեզ նման մարդու հետ ոնց են վարվել։ Լավ, չարժի այդքան ձեզ կոտորեք, ես չեմ սիրում, երբ կծնանքի մեջ չապնացնում եմ։ Ոնց կասեք, շնայց ես պատրաստ էի հանուն ձեզ, մինչև առավոտ լաց լինել։ Ավելի լավ կլինի դուք մինչև առավոտ պարսեք, թե ովքեր են նրանք և ինչ են անում այստեղ։ Այո, իհարկե։ Իսկ ձեր բանկային հաշիվները։ Արև ջան, Լավ, ես եմ գենած ասում։ Արևս, կարճ ժամանակում այս խոհանոցը իհարկե քո գլխավորությամբ։ Ոնց որ իրանցս տունը կարծացին։ Արև ջան, քո լուսավոր։ Տորնադո ջան, քո տարերային։ Մազգեն ջան, քո քո դու են ամփորձանք լինես։ Դե մեր կենացը։ Ձեր բանկային հաշիվները։ Իսկ նրանք որտեղից գիտեմ, որ ես ահագին գումար ունեմ։ Դուք ահագին գումար ունեք։ Ես չհաստատեցի, ես հարցրեցի։ Ահա։ Իսկ որ բարի վրա դրեցիք հարցականը։ Ասենք, ունեմ։ Ունեմ։ Շատ լավ, ուրեմն այսպես։ Նրանք որտեղից գիտեն, որ ես այդքան գումար ունեմ։ Առաջարկում եմ իմ տարբերակը։ Ուրեմն այսպես։ Լցրեք։ Խմում եմ Պստիկյանից կենացը։ Խմենք։ Մեկը գոնե պիտի խմի Պստիկյանի կենացը, թե չէ։ Խմենք։ Ես որ լինեի ես հյուրանոցի շեֆը գիտեք չէ ինչ կանեի։ Աշխատավարձներս կբարձրացնեիր։ Խոհանոցում տեսախցիկ տեղադրեի։ Որոնց ստացվեց, նրանք որտեղից գիտեն։ Այո, ուրեմն հենց այստեղ կանգ առնել է պետք։ Այսպես, պետք է պարզել, թե նրանք որտեղից գիտեն ձեր բանկային հաշիվների մասին։ Այ, հենց այդտեղից էլ սկսեք։ Պարոն Պստիկյան, վստահեք ինձ, ես ամեն ինչ կբացահայտեմ։ Մտիր, Վարդուհի։ Ռիչարդ Յուրչանիկովիչ։ Դուք մեկ ժամից հանդիպման եք Երևանում, պետք է այնտեղ լինեք։ Իսկ ինչ հանդիպում է։ Քեզ ինչ։ իսկ որ ես լինեի շեֆը, այդ տեսախցիկը կդնեի ձեր տան բակում, որ ամեն անգամ տեսնեի, թե սննդով լի բեռնատարը ինչու է ամեն անգամ ձեր բակում կանգնում։
ինձ է սպասում։ Համեր։ Շեֆն ասեց ապրանքների հետ մի քիչ խնայողաբար վարվեք։ Բարև ձեզ։ Ես կարող եմ ձեզ հրավիրել Ես երեխա ունեմ։ Ավելի շուտ ես ամուսին եւ երեխա ունեմ։ Շատ ուրախ եմ ոնց ծլեք, ծաղկեք, վարկավաճեք, բայց ես ուզում եի ձեզ երեկոյան հրավիրել Առավել եւս երեկոյան։ Չգիտեք, հարցը այն է, որ ես տուրիստների համար ելույթ ունեմ մեղուների մասին։ Կուզենայի, որ դուք ներկա լինեք։ Մեղուների մասին ճիշտ լսեցի։ Տվյալ դեպքում ես եւ փոքրիկս անպայման կգանք։ Շատ լավ։ Իսկ ես կարող եմ Այս հիմարի գլխին աչքիս հանրագիտարաններով մի լավ խփել են։ Ջան ձակուկս, գալիս եմ։ Ես չգիտեմ, սա զուգադիպություն է, թե… Սա ով է։ Ինձ ուշադրություն մի դարձրեք, խոսեք։ Ճիշտ է ասում, ուշադրություն մի դարձրու, դու ավելի լավ է շարունեք։ Լավ, Վարդե ջան, երևի դուք ինձ մի քիչ նեղացած եք, հա։ Նեղացած եմ։ Բայց ինձ թվում է, որ իմ ճակատագիրը ուզում է բացվել։ Դու ուզում ես ինձ ամուսնության առաջարկություն անել։ Բայց արդեն ուշ է։ Դուք ինչ չհասկացաք։ Դուք շատ լավ աղջիկ եք, ուղղակի մենք կարող ենք լինել շատ լավ ընկերներ։ Շարունակեք խոսել, ինչի լրացիք։ Երևի նա ձեր ընկերն է, հա։ Անկեղծ ես շատ ուրախ եմ ձեզ համար, Վարդե ջան։ Երջանկություն եմ ձեզ մաղթում։ Լսի, դու որտեղից հայտնվեցիր։ Ես սիրում եմ Սեդային վստահ եմ։ Կամաց։ Դու մենակ իմ մասին մտածի։ Վերջապես այդքան սպասված օրը եկավ սիրելի Սեդա։ Գիտեք, ես մի քանի րոպեում չեմ կարող խոսել բնության հանճարեղագույն արարածների մասին։ Դրա համար ես կարճ կխոսեմ։ Ես տպավորված եմ։ Աչքից դու վերջում նեղվապույց դառնաս։ Հասկացա, ասա արդեն անցնենք գործի։ Ուրիշ տեղ չկար նստելու։ Նախորդ պետք է դեղերը պատվիրեք, որտեղ ուզեմ ընդեղ կնստեմ։ Համել ես քեզ տնալու չեմ, ես եկել եմ ես մեղուների մասին ես զեկույցը լսելու։ Դե, եթե պատրաստ եք, անցնենք գործի։ Մեղուները ապրում են բոլոր մայրցամաքներում։ Մեղուներն ապրում են աշխարհի բոլոր մայրցամաքներում։ Բացի Անտարկտիդայից։ Մոռացել էի, որ դու բարդ բառը չեր կարող մարտահայտել։
ես հիմա կարող եմ վրեժս լուծել։ Լավ, չեմ լուծել։ Ասա, աշխարհում կան մոտ 20,000 տարբեր մեղուներ։ Ներեցեք։ Աշխարհում կան մոտ 20,000 մեղվատեսակներ։ Մեղուներն ապրում են պարսերով։ Ամեն պարսում կա 3 գլխավոր մեղուն։ Թակուհի մեղուն, աշխատող մեղուն եւ արու մեղուն։ Այո, պատկերացնում եք ինչպես մեզ մոտ է։ Ինչ ասեմ, Արմեն ջան, ես ցնցված եմ։ Աշխատող մեղուն եւ թակուհի մեղուն իգական սեռի։ Դուք պատկերացնում եք։ Շատ, ինչպես մեզ մոտ է։ Ես դրա համար եմ ասում, չէ՞ Արմեն ջան, որ նյութը նայեր, որ դու քո ասացիվը չզարմանայիր։ Հիմա կզարմանաք թե ինչու եմ ես ծիծաղում։ Բայց ուր Էրիկը, որ Արմանն է դասախոսություն կարդում, եւ այն էլ մեղուների մասին։ Համել սրան այսքան խելք որտեղից։ Արուներին օգնում են։ Հոգս չեն թողնում միայն տղամարդկանց վրա, ինչպես մեր կյանքում է։ Լսի Արմեն ջան, քո դարդերից մի խոսիր, մեղուներից խոսիր։ Օրինակ, աշխատասեր մեղուները մաքրում են փեթակները, հավաքում են նեկտարները, որպեսզի կերակրեն պարսի մեղուներին։ Աշխատող մեղուն օգնում է, մաքրում է փեթակները։ Չէ, ամեն դեպքում այստեղ ինչ-որ բան այնպես չի։ Այս ամենը Արմանի ուժերից վեր է։ Դժվար թե նա կարողանար այսպիսի ելույթ ունենալ։ Չէ, փոքրիկս։ Սա է ճշմարիտ ընտանիքի մոդելը։ Սիրելի բարեկամներ, իսկ թակուհի մեղվի միակ խնդիրը ձվադրելն է։ Մեղուները տեսնում են բոլոր գույները, բացի կարմիրից։ Ինչու չգիտեմ, բայց նրանք համի զգացողությամբ, համի զգայարաններով գնում են նեկտարների վրա, այն նեկտարների վրա, որոնք պետք են իրենց մեղր պատրաստելու գործում։ Արես ինչ թթու էր։ Այս ինչ թթու էր։ Ախմախ ես շլոր է դեքո չէ։ Ներեցեք, ուզում եմ ասել, մեղուները մեղր են պատրաստում, որպեսզի ծմռանը կերակրեն իրենց ծագողներին։ Ինչպես մարդիկ են հոգ տալում իրենց երեխաների մասին։ Եվ եւս մեկ բան։ Ես ձեր օգնության կարիք ունեմ։ Ասեք լսում եմ, բայց ոչ հիմա, հա։ Ուղղակի երեխային պետք է պահեք եւ ես 5 րոպեից կգամ։ Շնորհակալություն։ Ես Ջոն Ուզում եմ հիմա մի շատ կարևոր բան հիշել։ Իսկ տեղը կոկորտդ մի մաքրի։ Իմ մոտ էքստրեմ վիճակ է։ Գիտես ինչ ասա օրինակ հետաքրքիր փաստ ասա։ Մեղր հավաքելու համար ծուխ են օգտագործում։ Մի հետաքրքիր փաստ եւս։ Մեղրը հավաքելու ժամանակ օգտագործում են ծուխ։ Դուք երևի զարմացաք, որ ես ասացի ուճուկուճու։ Պետք չէ զարմանալ։ Տեսեք, մենք ուճուկուճուն օգտագործում ենք երեխաների հետ շփվելիս, չէ՞։ Մեղուների հետ էլ պետք է ուճուկուճույով շփվենք, որովհետև մեղուներն էլ պակաս զգայուն էակներ չեն, ինչպես երեխաները։ Դրա համար մեղուների հետ շփվելիս պետք է օգտագործենք ուճուկուճու։ Դե լավ, տեսություն, առայժմ